Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Հայաստանը կշարունակի երկարաձգել ԵՄ դիտորդական առաքելության մանդատը Հայաստանում, քանի որ այն զսպող գործոն կարող է լինել Ադրբեջանի համար։ Նման կարծիք է հայտնում Հայաստանի փոխարտգործնախարարը։ Սա հերթական դեպքն է, երբ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կողմերը հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով։ Եթե հիշում ենք, Ադրբեջանը հայտարարել էր, որ բոլոր կետերը համաձայնեցված են եւ մնում է, որ կողմերը միայն ստորագրեն։ Բայց դրանից հետո եղան մի շարք հայտարարություններ եւ ադրբեջանական եւ հայկական կողմերից, որ ակնհայտ դարձեց, որ կողմերը բավականին հեռու են խաղաղության պայմանագիրը ստորագրելուց, եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի անգամ։ Քանզի, եթե հիշում ենք, Ադրբեջանը մի քանի անգամ է հայտնել, որ Հայաստանից Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պետք է դուրս գա։ Եվ հիմա, երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվում է եւ երբ Ադրբեջանը հայտարարում է, որ բոլոր կետերը համաձայնեցված են, նշանակում է, որ դիտորդական առաքելության գործողության հետ կապված հարցերն էլ պետք է որ փակված լինեն, բայց պարզվում է, որ այդպես չէ։ Հայաստանը շարունակում է պնդել, որ Եվրոպական դիտորդական առաքելությունը պետք է մնա, ըստ էության հերթական անգամ անելով հայտարարություն, որ չի համապատասխանում խաղաղության պայմանագրի կետերին, ամենայն դեպս այդպես էր ասում Ադրբեջանը։ Եվ հիմա նման հայտարարություն անելով հերթական անգամ մենք համոզվում ենք, որ կողմերը ոչ միայն բավականին հեռու են խաղաղության պայմանագրի ստորագրումից, այլև կամ խաղաղության պայմանագրում այդ կետերը չկան, կամ ինչպես մի քանի անգամ ենք նշել, կան առանձին արձանագրություններ, որտեղ առանձին յուրաքանչյուր կետ արտացոլվելու է, հատկապես այն կետերը, որոնք բավականին զգայուն են։ Իսկ այս պահին մենք ֆիքսենք մի բան. խաղաղության պայմանագիրը հենց այս պահին կարող ենք ստորագրել Ադրբեջանի հայտարարությունից եւ ԱԳՆ Հայաստանի ԱԳՆ պատասխանից հետո անցել է մոտ 10 օր։ Որևէ դրական տեղաշարժ այս ուղղությամբ մենք չենք արձանագրել, ավելին, որևէ խորհրդակցությունների սկիզբ եւս չենք ֆիքսել։ Նշանակում է մեր այն դատողությունները եւ կարծիքը, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, եթե այն կհամապատասխանի առաջին հերթին տարածաշրջանային տերությունների պատկերացումներին եւ կարճանանան դրանց հավանությանը, կարծես թե հիմնազուրկ չեն։ Բացի այդ, Ադրբեջանը, տեսնելով, որ իր առաջ քաշած պայմանները հերթով կարող են կատարվել Հայաստանի կողմից, կարող է գնալ նաեւ այդ պայմանագիրը առասարակ չստորագրելու ճանապարհով, քանզի Ադրբեջանի ղեկավարին պետք չէ մի պայմանագիր թեկուզ վատ, որ իր ձեռքերին սահմանափակում կտա, որ հետո հիմք կտա Հայաստանին մեղադրել եւ միջազգային հանրությանը մեղադրել Ադրբեջանին, որ Ալիևը խախտում է ստորագրված պայմանագիրը։ Այնպես որ այդ պայմանագրից մենք դեռ բավականին հեռու ենք։ Կողմերը, չնայած իրենց կողմից արված հայտարարություններին, ոչ միայն հեռու են այդ պայմանագիրը ստորագրելուց, այլև ցույց են տալիս, որ կան շահագրգիռ կողմեր, ովքեր ստիպում են Հայաստանին եւ Ադրբեջանին նման հայտարարություններ անել եւ անել հայտարարություն, որ իրենք պատրաստ են ստորագրել այդ պայմանագիրը, բայց իրականում դա ոչ միայն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին, այլև սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Քանզի եթե հիշում ենք, խոսքը առաջին հերթին վերաբերվում էր Հայաստանի սահմանադրությանը, սահմանադրության փոփոխությանը, խոսքը վերաբերվում էր անկախության հռչակագրին, խոսքը վերաբերվում էր մի շարք այլ հարցերի, որոնք ուղղակիորեն հակասում էին Հայաստանի Հանրապետության եւ սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության շահին։ Հիմա կարծում ենք ամեն դեպքում կողմերը ժամանակ կունենան դեռ շարունակելու բանակցությունները եւ այնպիսի պայմանագիր ստորագրելու, որ իսկապես կարող է համապատասխանել հայ ժողովրդի շահերին։ Իսկ այս պահին այս տեսքով պայմանագրի ստորագրումը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերին եւ հայ ժողովրդի շահերին բովանդակ եւ ինչքան պայմանագրի ստորագրումը ձգձգվի, այնքան կարծում եմ նոր հնարավորություններ են նաեւ մեզ համար բացվելու։ Աշխարհակաղակական իրավիճակը ամեն րոպե փոխվում է եւ Հայաստանի միակ փրկությունը այս պահին խաղաղության պայմանագրի ստորագրումը անընդհատ ձգձգելն է եւ անընդհատ հղում անել այն կետերին, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշված պայմանները ուղղակիորեն հակասում են Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերին։ Ինչևէ, ինչպես կդասավորեն իրադարձությունները մենք առաջիկայում կտեսնենք, բայց կարծում ենք, որ Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում այնքան էլ հակված չենք, որ կարող է զսպող գործոն հանդիսանան, բայց այնուամենայնիվ, քանի որ Ադրբեջանը առաջ է քաշել այս հարցը, որ նրանք պետք է դուրս գան, տեսնենք, թե ադրբեջանական ղեկավարությունը ինչքան հետևողական է լինելու եւ ինչպես է կարողանալու համոզել իրենց գործընկեր եւ լավ գործընկեր Եվրոպական միության պետություններին, որ այս դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում ավելորդ է։
Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, ռուս-ուկրաինական հարաբերություններին է վերաբերում։ Կարծես թե այն ոգևորությունը, որ կար Միացյալ Նահանգների մոտ ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ արագ կարգավորելու, կարծես թե այդ ոգևորությունը սկսում է աստիճանաբար չքանալ։ Համենայն դեպս, սա այլ որերորդ անգամն է, երբ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ կայացված որոշումները կամ նրա կողմից արտահայտված մտքերը չեն արժանանում ուկրաինական ղեկավարության հավանությանը։ Եթե հիշում ենք, Միացյալ Նահանգներ Ռուսաստանի Դաշնություն նախագահների հեռախոսազրույցից հետո հայտնի էր դարձել, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա 30 օրով հետաձգվում է հարձակումները։ Դրանից անմիջապես հետո ուկրաինական կողմը սկսեց հարձակումները, հերթական անգամ իջիկ դնելով այն ջանքերը, որ գործադրվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից, բացի այդ, ռուսական կողմը արդեն պաշտոնապես տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, որ իրենք ձեռքերին ազատություն են տալիս եւ իրենք իրավասու են պատասխան հարվածներ հասցնելու ուկրաինական ենթակառուցվածքներին։ Այս փուլը եւս կարող ենք համարել ավարտված։ Խաղաղության պայմանագիրը ոչ միայն չի երևում երկու կողմերի միջև, այլև ռազմական գործողությունները գնալով ավելի են թեժանում։ Իհարկե թեժանում են, քանզի Եվրոպական միության պետությունները շատ լավ հասկանալով, որ Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ իրենք չեն լինելու, ամեն ինչ անում են, որպեսզի այդ բանակցությունները չեղարկվեն կամ ամեն ինչ անում են, որ ռազմական գործողությունները շարունակվեն, քանզի այն պայմանավորվածությունները, որ նրանք ունեին ուկրաինական ղեկավարության հետ, օգտակար հանածոների համատեղ մշակման հետ կապված, ուկրաինական ենթակառուցվածքները իրենց վերահսկողության տակ վերցնելու հետ կապված, կարծես թե իջիկ են դառնում։ Միացյալ Նահանգները արդեն հայտարարում են, որ իրենք պատրաստվում են առաջարկել Ուկրաինային ոչ թե հազվագյուտ մետաղների շուրջ պայմանագիր ստորագրել, կարծես թե այս պայմանագիրը եւս չի ստորագրվելու, այլև առաջարկում են, որպեսզի իրենց զիջեն Ուկրաինայի բոլոր ատոմակայանների կառավարումը։ Սա ուղղակիորեն արդեն գնում է հակասության Ռուսաստանի Դաշնության հետ, քանզի նրանցից գոնե մեկը Զապորոժիայի ատոմակայան այս բան գտնվում է ռուսական հսկողության տակ եւ չեն կարծում, թե ռուսները կհամաձայնվեն այդ հսկողությունը զիջել Միացյալ Նահանգներին։ Տպավորություն է, որ Տրամպը իր կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգի ձեռքը կրակն է ընկել։ Շատ լավ հասկանում է, որ այդ խաղաղության օրակարգը այս բան չի կարող իրականություն դառնալ, քանզի Եվրոպական միությունը իր առջև խնդիր է դրել մինչև վերջին ուկրաինացին ռազմական գործողությունները շարունակել Ռուսաստանի դեմ։ Ավելին, Միացյալ Նահանգների նախագահի կողմից վերջերս հրապարակված հրամանը, որ սահմանափակում է եւ կրճատում է ֆինանսավորումը նույն Ազատություն ռադիոկայանին, Եվրոպական միությունն էլ հայտարարում է, թե իրենք կշարունակեն ֆինանսավորել Ազատություն ռադիոկայանին եւ նրա գործունեությունը հետխորհրդային տարածքում։ Այստեղ երեկվա դաշնակիցների միջև բավականին լուրջ հակասություններ են նկատում եւ կարծում ենք այդ հակասությունները գնալով ավելի են խորանալու, ըստ էության պատճառ դառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների ավելի սերտացման։ Արդեն սկսում են խոսակցությունները, որ ամերիկյան մի շարք ընկերություններ պատրաստվում են վերադառնալ ռուսական շուկա, պատրաստվում են նաեւ որոշակի պատժամիջոցներ նվազեցնել ռուսական գործընկերների նկատմամբ եւ ռուսական խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ։ Եվրոպական միությունն իր այս քաղաքականությամբ ըստ էության նպաստում է, որպեսզի Մոսկվան եւ Վաշինգտոնը ավելի մոտեցնեն իրենց պատկերացումները եւ իրենց դիրքորոշումները ապագա միջազգային կառավարման հետ կապված եւ ապագա աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ կապված։ Անվտանգային նոր համակարգ է ստեղծվում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության կողմից եւ արդեն ակնհայտ է, որ Եվրոպական միությունը իր տեղը չի ունենալու այդ ապագա անվտանգային համակարգում։ Ինչևէ, տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան ռուս-ուկրաինական ճակատում։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրանի հետ է կապված։ Իրանը սկսել է ռազմականացնել Օրմուզի նեղուցը, մասնավորապես 600 կիլոմետր շարավեղով հրթիռային համակարգեր տեղադրելով մեծ թումբ, փոքր թումբ եւ Աբու Մուսա կղզիներում, որոնք գտնվում են Օրմուզի նեղուցում։ Դրանք սովորական կղզիներ չեն։ Հիշեցնեմ, որ այդ կղզիների համար պայքար է գնում Իրանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև։ Ժամանակին Ռուսաստանը ճանաչեց այս երեք կղզիները Արաբական Միացյալ Էմիրության տարածքային ամբողջականության մաս, սակայն Իրանի բողոքից հետո փոխեց իր դիրքորոշումը եւ հիմա Իրանը սկսել է հրետանային համակարգեր տեղակայել այդ կղզիներում։ Սա սովորական կղզիներ չեն։ Օրմուզի նեղուցը հանդիսանում է նավթի համաշխարհային մատակարարման ամենից ծանրաբեռնված ուղղություններից մեկը եւ Օրմուզի նեղուցի նկատմամբ հսկողություն սահմանելով Իրանն ըստ էության իր ձեռքն է վերցնում նաեւ նավթի համաշխարհային առևտրի վրա հսկողությունը։
Սա արդեն մեկ քայլ ավել է, քան ուղղակի տարածաշրջանային հեղինակության բարձրացում եւ տարածաշրջանային հսկողության ավելացում։ Սա ուղիղ մարտահրավեր է Միացյալ Նահանգներին փաստի առաջ կանգնեցնելով նրանց, քանզի Արաբական Միացյալ Էմիրությունները հանդիսանում են Միացյալ Նահանգների մերձավորագույն դաշնակիցը մերձավոր արևելքում։ Դրան գումարած հուսիների հետ կարծես թե չի ստացվում լեզու գտնել։ Արդեն երկրորդ ամերիկյան ավիակիրն է ուղևորվում տարածաշրջան։ Սա նշանակում է, որ հուսիների տեղեկությունները թե իրենք բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել ամերիկյան ավիակիրին, կարծես թե իրականություն են դառնում։ Հակառակ պարագայում իմաստ չկար երկրորդ ավիակիրն ուղարկել տարածաշրջան եւ շարունակել ռազմական գործողությունները հուսիների դեմ։ Բացի այդ, ըստ նույն իրանական լրատվամիջոցների Միացյալ Նահանգները պլանավորում է ցամաքային օպերացիա իրականացնել հուսիների դեմ, այս անգամ Եմենի տարածքում։ Սա Միացյալ Նահանգների համար երկրորդ Աֆղանստան կարող է դառնալ եւ երկրորդ Իրաք, որը բավականին լուրջ հարված կարող է հասնել նաեւ նախագահ Թրամփի իմիջին, քանի վերջինս հենց իշխանության է եկել աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու եւ պայմանագրերով պայմանավորվածությունների հասնելու սկզբունքով։ Եթե նա մտնում է ռազմական գործողությունների մեջ, սրանով նրան իր հակառակորդները մեղադրելու են Բայդենից ոչնչով չտարբերվելու եւ իր մշակած սկզբունքներին դեմ գնալու համար։ Ինչևէ, տեսնենք թե իրադարձությունները ինչպես կզարգանան։ Այսօր այսքան է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։